Մեր երկրում կատարվող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ իմպիչմենթի գործընթացը հրատապ է։ Գործող իշխանություններին անհրաժեշտ է օր առաջ հեռացնել։ ԱԺ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանականներին է ներկայացնում ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը։ Իմպիչմենտի հիմնական ուժը, իմպիչմենտը հաջողությամբ պսակելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է, փողոցային պայքարով։ Այլ կերպ այս գործընթացը տեղի ունենալ չի կարող։ Հունիսի 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 պատգամավոր։ Սեպտեմբերի 26-ի լսումների հայտարարությամբ եւ հոկտեմբերի 8-ին արդեն փաստացի այդ ձևաթղթի տակ արդեն իսկ արտկա է 34 ստորագրություն։ Հայկ Մամիջանյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է. Հանդիպել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ քննարկելու համար իմպիչմենտի գործընթացը եւ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի մասնակցությունը այդ գործընթացին։ Այս պայդրությամբ կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին եւ քննարկումները շարունակվում են։ Մամիջանյանի հայտնած տեղեկությունն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին ստիպում է արձագանքել։ Բրավո Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին։ Այո, շատ ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում խոսում եք։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ հանձնաժողովը բացասական կարծիք է տվել նախագծին։ Փաստաթուղթը ներառում էր քաղաքական իրարամերժ դատողություններ, որոնք փոխկապակցված էին կարծես թե պատիվ ունեմ խմբակցության կարծիքով երկրում արկա քաղաքական խնդիրներին եւ զուգակցվում էին իմպիչմենտի, իսկ իմպիչմենտ կներեք պարոն Մամիջանյան քաղաքականից իրավականի թարգմանելու կառավարության պարագայում իմպիչմենտի մասին չեն խոսում, դա նախագահական երկրին բնորոշ ինստիտուտ է, խոսքը գնում էր կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացի մասին, իսկ այդ գործընթացը կարգավորվում է ոչ թե հայտարարության, այլ ձեր կողմից մատնանշված համապատասխան դիմումների առկայությամբ, ընդ որում նաև մեր քաղաքացիներին տեղեկացնեմ, որ համապատասխան քանակի դիմումների հավաքագրումը դեռևս բավարար չէ կառավարության անվստահություն հայտնելու համար։ Դա անհրաժեշտ է պարզապես որպես հիմք համապատասխան գործընթաց սկսելու համար։ Հայկ Կոնջորյանը պատիվ ունեմ խմբակցության ԱԺ բերած նախագիծը մեռելածին համարեց։ Դեմ ենք քվեարկել։ Քվեարկության արդյունքում նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում։ Կողմ 24 Դեմ 48 ձեռնպահ 2 որոշումը չի ընդունվել։ Խորհրդարանականներն անդրադառնում են Գյումրիում տեղի ունեցած դեպքերին։ Հիշեցնենք հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ դատարանը 2 ամսով կալանք է սահմանել Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշում է, իշխանությունը բացարձակապես չի ընդունում ժողովրդի քվեն ու տված վստահությունը։ Փորձ է անում նախ սկզբում տեղեկատվական արշավի միջոցով ստեղծել պատկեր, վարկաբեկել մարդկանց, իսկ այնուհետև հարձակվել բոլոր հնարավոր մեթոդներով եւ գործիքակազմով։ Որևէ մեկը իրավունք չունի խախտել Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Բայց երբ քաղաքական պատասխանատու մարդիկ, պատգամավորները հերթով իրար հերթ չտալով անընդհատ մեղում են եւ հաստատում են հանցագործության արկայության մասին, հաստատական պնդումներ են կատարում, սա խոսում է նաեւ այս մարդկանց հակաօրինական Սահմանադրությունը չտիրապետելու, ժողովրդավարության եւ իրավական պետության հիմնարար սկզբունքները ոտնահարելու ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող վարկագծի մասին։ Ռուբեն Ռուբինյանն արձագանքում է։ Մի հետաքրքիր իրոնիա կա էլի այս ամեն ինչի մեջ։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին են ուզում խոսել երկու խմբակցություններ, որոնք ընդամենը 6 ամիս եւ արդեն 2 օր առաջ քաղաքապետ ընտրեցին, այսինքն իրենց աջակցությամբ քաղաքապետ ընտրվեց Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի ինքը կաշառք լափի եւ բռնվի։
Փայլուն կառավարչական ունակություններ ունեք դուք այս երկու խմբակցություններով։ Ու եթե ձեզ թվում է, որ դուք ուղղակի կողքից sense աջակցում եք, բան, ըստ ձեր լեզվամտածողության քաղբանտարկյալ Վարդանիկին, դուք սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններդ։ Սերժա Քոչարյանական խաչասերման արդյունքում քանի ամիս տևեց, չէ, ընտրը քարոզարշավը տևեց 20 օր, այդ 20 օրվա այդ խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը, ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան։ Չի կարա կոռուպցիոներ չլինի, չի կարա լափակեր չլինի, չի կարա լափից կտրված չլինի։ Դուք հասկանում եք, ախր մարդը մտել աշխատասենյակ, ասում աստեղ սաղ ժուչոկներ են, զգուշ է պետք կլնել, բան, պրիվետ տղեր։ Այստեղ եկան մի ամերիկանց ժուճոկներ ու բաներ են մեզ նայում են։ Տղաներ, բարև ձեզ։ Մեծ ու է բարևի։ Արա նույնիսկ այդ հասկանալով այդ մարդը չի կարում իրան զսպի։ Ժողովուրդ ջան, ձեր քաղաքական թիմերը կաշառակերության տեսանկյունից նարկոման են։ Կաշառքը լափը ձեր քաղաքական թիմերի նարկոտիկն է։ Ընդդիմադիր падգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ համեմատում է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվողի եւ Գյումրու քաղաքապետի բերման ենթարկելու տեսարանները։ Տեսել եք այդ ակուրատնի սիրուն բերման ենթարկելու կադրերը ու տեսել եք Գյումրու համայնքապետանի շենքի դռները կոտրելու կադրերը։ Երկրորդը անիվից են խոսում այստեղ, եկեք տեսնենք, տարբերակված մոտեցում կա թե չէ, 25 միլիարդ դրամի մսխման գործով քանի կալանավորված կա, Վահագն Ալեքսանյան, քանի կալանավորված կա, 0, դուք մեղադրանք եք առաջադրել մարդուն ձեր իրավական համակարգը, երբ որ երկրից դուրս է եկել, այ էդ է տարբերակված մոտեցումը։ Ըստ ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանի ԱԺ-ում ով ինչ ուզում անում է։ Սա վերածվում է բարդակի, համա նախագահողներ, մեկը նախագահում է արտահերտ ելույթի իրավունք ունենում, հետո գնում է երրորդն է նախագահում, երկրորդն է նախագահում էլի արտահերտ ելույթի իրավունք անում, Ալեն Սիմոնյան հետարքիրակը հասցնի գա, մնացել է 37 րոպե, մի հատ էլ ինքը գա արտահերտ ելույթ ունենա, հրաշք, խորհրդարանականության պարլամենտարիզմի գագաթնակետ, եւ այս մարդիկ խոսում են կարգ ու կանոնից։ Падգամավորները նիստի օրակարգի հարցերը շրջանցում ու կրկին անդրադառնում են Գյումրիի դեպքերին։ Այս անգամ Ագնեսա Խամոյանն է դիտարկումներ անում։ Падգամավորը բարձրաձայնում է երեք ակտիվիստ Արթուր Չախոյանը ծեծի է ենթարկվել, սակայն որևէ ոստիկան չի արձագանքել կատարվածին։ Բոլորը Գյումրիում են եղել։ Քաղաքացին ծեծված, ստիպված իր ոտով գնում է ոստիկանության բաժին հաղորդում ներկայացնելու։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպիսի տրամաբանություն է գործում ոստիկանությունում, որևէ դեպքի վերաբերյալ բաշխում, տեղաբաշխում ոստիկանության զորքերի իրականացնելու համար։ Փաստորեն Երևան քաղաքը բառիս ուղիղ իմաստով անտեր էր մնացել երեք, որովհետև քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում։ Ձեզ վստահեցնում եմ, որ Երևան քաղաքը եւ Հայաստանի Հանրապետությունը որևիցե վարչական տարածք անտեր չի մնացել ոստիկանության տեսանկյունից եւ 3 եւ մնացած օրերին։ Ես ճիշտ ասած կասկածում եմ, որ ահազանգ տրված լինի նոր-նորքի բաժին կամ 102 համարով եւ այնտեղից պատասխան հնչի, որ այս պայն բավարար ուժեր չկան, որ մոտենան, եթե դուք նմանատիպ փաստեր ունեք, խնդրեմ դա տրամադրեք մեզ։ Փոխնախարարը վստահեցնում է ոստիկանության արձագանքը չի բխում ահազանգողի քաղաքական հայացքներից կամ դիրքորոշումից։ Արձագանքման առաջնահերթությունը տրվում է ըստ իրավիճակի վտանգավորության։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։